ԿՊԱ-ները կամ Փաշինյանի քարոզչության ծանր հրետանին, ում ինչում մեղադրում է շատ հանգիստ կարելի է վերագրել նաև իրենց։ Ինչ նրանք ասում են ուրիշների մասին, ամբողջությամբ ճշմարիտ է նաև իրենց մասին։ Չեք հավատում։ Խնդրեմ, լսենք։ Սա 2021 թվականի Ռոբերտ Քոչարյանի նախընտրական կարգախոսն է, ինչա գրված դեպի ուժեղ Հայաստան։ Սա արդեն 2026 թվականի Սամվել Կարապետյանի թիմի կուսակցության անունն է՝ Ուժեղ Հայաստան։ Չի լինում նմանատիպ պատահականություն քաղաքականության մեջ ու լինել չի կարող։ Սամվել Կարապետյանը այս ընտրությունների մասնակցում միայն ու միայն ձայները հավաքելու, հետո դրանք Ռոբերտ Քոչարյանին տալու նպատակով։ Իհարկե, եթե առաջնորդվենք այն կանխադրույթով, որ պատահական ոչինչ չի լինում, բնականաբար պատահական չէ նաև ԿՊ-ի լոգոյի նմանությունը թուրքական կուսակցության լոգոներին, պատահական չէ նաև ԿՊ-ի հեղինակած կարգախոսները, ինչպիսին են ապագակա, ուղիղ բառացիորեն նման կարգախոս ուներ Թուրքիայում նեոօսմանիզմի, պանիսլամիզմի ջատագով ինչ-որ մի կուսակցություն, Քեմալականները մեծ սիրով, մինչև Նիկոլ Փաշինյանը, իրենց սրտիկներն էին ցույց տալիս նախընտրական իրենց քարոզարշավի ժամանակ։ Բացի դրանից հենց Մուստաֆա Քեմալը, թուրքական հանրապետության հիմնադիրը, իր քարոզչությունը սկսել է խաղաղության կարգախոսներով։ Պատահական է արդյոք դա։ Իհարկե ոչ։ Եվ մենք շատ հարցում ընդհանրապես որևէ վիճելու բան չպետք է ունենանք քաղաքացիական պայմանագիր կուսակցության այս քարոզչական հրետանիների դեմ, որովհետև նրանք ինչ ասում են ճիշտ են ասում եւ դա վերաբերում է բառացիորեն նաեւ իրենց։ Խնդրեմ օրինակ Հայկ Կոնջորյանը, մարդ ինչ սխալ բան է ասում։ Լսում ես նրան, լիարժեք իրականությունն է ներկայացնում եւ այդ իրականությունը ուղիղ վերաբերում է իրենց, ինչպես գողն է առաջինը գոռում բռնեք գողին։ Ժողովրդին թալանելով միլիոնատեր դարձածները պիտի դուրս շպրտվեն խորհրդարանից։ Մարտի 1-ի արյան վրա իշխանություն կիսածները պիտի դուրս շպրտվեն խորհրդարանից։ Օտար ուժերին ծառայող հակապետական ուժերը պիտի դուրս շպրտվեն խորհրդարանից կամ պիտի չհայտնվեն խորհրդարանում ընդհանրապես։ Ազգային ժողովը պետության միջնաբերդն է։ Ձայն տալ հակապետական ուժերին նշանակում է միջնաբերդի բանալին տալ նրանց, ովքեր գալու են ու քանդեն այդ պետությունը։ Բանալին ձեր ձեռքերում է։ Ապագայի բանալին, խաղաղության բանալին, պետության բանալին։ Մի տվեք ձեր տան բանալին գողերին։